Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Ժողովուրդ օրաթերթը գրում է. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից տոմատի մածուկի շրջանառության ոլորտում իրականացվող վերահսկողական միջոցառումների ընթացքում հսկիչ գնումների արդյունքում ձեռք է բերվել թվով 25 տեսակի տոմատի մածուկ անվանումով ապրանք եւ ուղարկվել լաբորատոր փորձաքննության, դրանցում չոր նյութերի, քլորիդների, զանգվածային մասի եւ շաքարի առկայությունը պարզելու նպատակով։ Լաբորատոր փորձաքննությունների արդյունքում պարզ է դարձել, որ թվով 13 տեսակի տոմատի մածուկ անվանումով ապրանքները չեն համապատասխանում տոմատային խտացրած մթերքների ընդհանուր տեխնիկական պայմանների միջպետական ստանդարտին։ Հրապարակ օրաթերթը գրում է. Մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օրը, այդ մասին պետական բոլոր գերատեսչությունների աշխատողներին հրանգ է իջեցվել, ասվել է, որ բոլորը պարտադիր մասնակցեն շաբաթօրյակին, իսկ ամենազավեշտալի հրանգը ստացել են ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները, նրանց ասվել է, որ շաբաթօրյակին պետք է մաքրություն եւ ծառատուն կանեն դեռևս չկառուցված ակադեմիական քաղաքում։ Հրապարակ օրաթերթը գրում է. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի վերադարձին հաշված ամիսներ են մնացել, բոլորը հասկանում են, որ Միացյալ Նահանգների նման կարևոր երկրում Նիկոլ Փաշինյանը ոչ թե փորձառու դիվանագետ է նշանակելու, այլ իրեն հավատարիմ մարդ, թիմակից, որին վստահում է, որովհետև գերտերությունում դեսպանի պաշտոնը նաև ստվերային շփումներ է ենթադրում, իսկ դիվանագետներին նա որպես կանոն յուրային չի համարում, չի վստահում։ Սա գիտեն նաև նրա թիմում եւ ասում են այժմ թեժ պայքար է գնում Վաշինգտոն գործ ուղղելու պատվին արժանանալու եւ ԱՄՆ-ում անդարդ ու ապահով կյանքով մի քանի տարի ապրելու հնարավորության համար։ ԿՊԱ-ական շրջանակներից տեղեկացանք, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնի հիմնական հավակնորդները երկուստ են՝ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Հրապարակ օրաթերթը գրում է. Երևանի նոր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքից հետո Հանրապետություն եւ քաղաքապայմանագիր կուսակցությունների միջև բազար է սկսվել։ ԿՊ-ում հասկանում են, որ եթե թաղապետը չազատվի պաշտոնից տեսախցիկի առաջ խմբակային ծեծին մասնակցելուց հետո, ապա դա իրենց չի ներելու վրդոված հանրությունը, սակայն մյուս կողմից Արամ Զավենիչի կուսակիցները պատվի հարց են համարում իրենց կուսակցի պաշտոնավարման հարցը եւ շատ արմատական են տրամադրված։ Հենց դեպքի օրը Հանրապետություն կուսակցության ակտիվը մի քանի ժամ քննարկել է եւ որոշել, որ իրեն հարգող ցանկացած տղամարդ սադրանքներին այդպես պետք է պատասխաներ։ Ուստի կոալիցիոն գործընկերներին բաց տեքստով շանտաժ են արել, որ եթե նման որոշում կայացվի եւ իրենց թաղապետին պատժեն, գործից ազատեն, ապա Երևանի ավականիում իշխանության կոալիցիան կքանդվի եւ ԿՊ-ն կկորցնի նաեւ Երևանը։ Հիշեցնենք, որ ԿՊ-ն Երևանում իշխանություն ունի բացառապես շնորհիվ Հանրապետության եւ ԴՕԳ-ի, որոնց տված ձայների շնորհիվ Տիգրան Ավինյանը քաղաքապետ է դարձել։ Հրապարակ օրաթերթը գրում է. Հայաստան դաշինքի խորհրդարանական խմբակցությունը նախորդին դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ նիստ է արել դաշինքի կենտրոնական գրասենյակում։ Ուշագրավ է, որ մի քանի ժամանոց նիստից հետո հաղորդագրություն չեն տարածել։ Խմբակցությունից վստահեցրին, որ ընդամենը ընթացիկ հավաք է եղել եւ երկրորդ նախագահը պարբերաբար ներկա է գտնվում ֆրակցիայի նիստերին։ Նախորդի հավաքն էլ խորհրդարանական հերթական նիստերից առաջ քննարկել է խմբակցության մարտավարությունը եւ անելիքները։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Մայիսի 5-ին ԱԺ-ում տեղի կունենա խորհրդի նիստ, որը պետք է հաստատի ԱԺ լիագումար նիստի օրակարգը։ Տեղեկացանք, որ մայիսի 6-ին մեկնարկող ԱԺ լիագումար նիստին ներկայացվելու ԱԺ-ԿՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, որը ԿՊ խմբակցության ձեռամբ հանձնաժողովում բացասական եզրակացություն է ստացել անցած շաբաթ։ Սակայն ընդդիմադիրները օգտվելով իրենց իրավունքից Քոչարյանի հարցը մտցրել են լիագումար նիստերի օրակարգ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ազատվել է իր վերջին տղամարդ օգնականից, օրաթերթին հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազի օգնական Արմեն Ղուկասյանն ազատվել է պաշտոնից։ Նշենք, որ Ղուկասյանը նախկինում եղել է ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետը։ Դատախազությունից մեզ հասած տեղեկությունների համաձայն Ղուկասյանի ազատումը խորը արմատներ ունի։ Կարծիք կա, որ նրա ազատումը կարող է կապված լինել այն իրողության հետ, որ գլխավոր դատախազը համակարգի ներսում շարունակ փորձել է գտնել աշխատակիցների, որոնք կապված են համակարգի ներսից ինֆորմացիոն արտահոսքի հետ, չի բացառում, որ Ղուկասյանն էլ հայտնվել է նրա թիրախում։